այսպես պատիվ ունեմ նախաձեռնությանը, նախ մի քիչ ավելի բացեք, ինչ է։ Մենք հստակ հասկանում ենք, պարոն Սաղաթելյան, միացել եք, թե չեք միացել։ Եվ ձեր ծեյքի միջից Ուրեմն միացել են 4 ամիս առաջ այդ մասին հայտարարություն են կարել որ քաղաքական ուժը բացում է պաշտոնական հայտարարություն որ միանում են դա միացել են 4 ամիս առաջ այս բանը ստորագրությունները դա տեսեք լավ եկեք սկզբից գանք կարծես թե այդքան ելույթը Այսինքն 8-րդ համարը Մենք տվել էինք, ասել էինք, որ միանում են գործընթացին 4 ամիս գործընթաց առաջ չի գնացել, մեր ընկերները, գործընկերները պատճառաբանել են, որ առաջ չի գնում, որովհետև մեր ձևաթղթի տակ ստորագրված չի, իսկ այն հայտարարությունը, որ արել են միանում են, դա բավարար չի գործընթաց առաջ տանելու համար։ Ու վստահեցրել են, որ կան քրեական պատգամավորներ, որոնք չեն միանում այն պատճառով, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք փոխանցել ենք մեր ստորագրությունները գործընկերներին, ասել ենք կցեք ձեր ձևաթղթը։ Եթե անհրաժեշտ է, նույնիսկ տեխնիկական լրացուցիչ խնդիր կա, ստորագրենք այն ձևաթղթի տակ, կամ փոխադրենք այդ ստորագրությունները այն ձևաթղթի տակ, որը իրենք առաջարկել են։ Հիմա փոխադրել եք դե 25 պատգամավորը ստեղ չէ, համարեք դրված, այդ հարցը լուծված։ Կարող ենք ասել, որ վարչապետի ձեր թեկնածուն Դավիթ Համբարձումյանն է, հստակ կարող ենք ասել։ Դավիթ Համբարձումյանը Հանրապետական կուսակցության իմպիչմենտի թեկնածուն է, Որին միացել որին մենք ստորագրում ենք ողջամիտ ժամկետներում իմպիչմենտի գործընթաց։ Բայց եթե ստորագրում եք դառնում եք համահեղինակ, չէ՞ նախագծի, հետևապես։ Հայաստան խմբակցություն։ այդպիսի Այո, խոսակցություններ կան, որ թեկնածու չունի չի առաջադրում։ Հայաստան խմբակցությունը մի հոգի մի քանի թեկնածուներ, բայց այդ գործընթացը ստեղ կանեն, հա։ Բայց մենք գործընթաց չենք նախաձեռնել ազգային ժողովում, որովհետև մեր թեկնածուները չունեն պայմանավորվածություն կամ ԽՊ-ի կողմից վստահություն, որ իրենք կմիանան։ Հիմա մեր գործընկերները ասում են կա նման պայմանավորվածություն, այս թեկնածուով կապված։ Այսինքն եթե մենք չենք մեկնարկել գործընթացը, դրա պատճառը ինչի որ թեկնածու չենք ունեցել։ Մենք թեկնածու չենք ունեցել, որ վստահ լինենք քաղաքացիական պայմանագիրը կմիանա։ Այսինքն հիմա պատիվ պետք է բերի քպականների անկախ Ժորժան, մենք 3 ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ որևէ խնդիր չունենք, միանում ենք։ Հիմա 3 ամիս անցել է, մեր գործընկերներն ասում են ձևաթղթն է պատճառը, որ առաջ չի գնում։ Խնդրեմ, մի հատ էլ այդ ձևաթղթը փոխանցի։ Չէ, հանրապետականները ուզում շատ շուտ իմպիչմենտ լինի։ Եթե միացել եք արդեն, դուք ունեք թեկնածու։ Կատարում են Մենք պատիվ ունենք խմբակցության ներկայացրած թեկնածուի տակ ստորագրում ենք եւ համաձայն ենք Դավիթ Համբարձումյանով իմպիչմենտի գործընթացը ողջամիտ ժամկետներում սկսելու։ Ողջամիտ ժամկետը ինչ է նշանակում։ Ողջամիտ ժամկետը նշանակում է, որ տրամաբանական, այսինքն եթե սա էր խոչընդոտը 4 ամիսներով որ գործընթացը առաջ չէր գնում, այդ խոչընդոտը վերացված է եւ process-ը շատ արագ հերիք ունեն։ Ընդ որում հայտնել ենք նաև մեր աջակցություն։ Հա, ժամանակ Այսինքն ՀԿՊ-ից եթե Չէ, ողջամտությունից, տրամաբանությունից եւ քաղաքական առարկա գործընթացներից ենք խոսում։ չի լինելու։ Դա ոնց որ խառնում ես տողա։ Ասա մի հատ ուշադրություն տեսնես։ Քաղաքացիական նախին անգամ եղավ Նազարյանը քիչ առաջ բազարից, որ այս գործընթացը առանց անջատելու Ես գերան չէ։ Այսա գործընթացը ընդհանրապես գործընթացի համար եւ ձեր ընտրողների առաջ, որովհետեւ 2026 թվականի ընտրություններից առաջ հայտարարեք, որ այ մենք փորձեցինք հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց Ես Գերան Նազարյանը չեմ բանում, մնացած հարցերը կարող են եղել process-ի քաղաքական պատասխանատվությունից։ Այսինքն հիմա պատիվ ունեմա պետք է լրացնի անհրաժեշտ 36, այսինքն որ անկախ պատգամավորների Մենք տեսեք հրապարակային ասել են որ մեր աջակցությունը լինելու է։ Գիտեք ինչ կա հստակ տրամաբանություն, կարծեմ սա որևէ մեկին այլ չի հերքում,
որ այս process-ը կարող է հաջողության հասնել բացառապես այն դեպքում, երբ որ մենք կարողանանք փողոցում գեներացնել ուժգուր, ծավալուն հանրաժողովրդական շարժում։ Մենք process-ի տրամաբանությունը տեսնում բացառապես այդ ճանապարհով։ Ինչեւ հիմա այդ հարցը մենք չենք քննարկել, դե գիտեք, որոշ հարցեր կա, որ նախաձեռնողին պետք է հարցնել։ Մենք աջակցել ենք, իհարկե աջակցել ենք։ Իհարկե, էլի որ 22 թվականին ես եմ հայտարարել առաջին impeachment-ի մասին։ Աստծո ժամանակահատվածում մի քանի անգամ փողոց ենք գերարացրել։ Այո, փորձել ենք այս ճանապարհով հասնենք հաջողության։ Չենք ունեցել այդ ստորագրությունները, դրա համար այդ գործընթացը չի սկսվել։ Հիմա կա որոշակի վստահություն, որ հնարավոր է դա ունենալ։ Բնականաբար մենք իբրև շահագրգիռ կողմ ոչ միայն դրան չենք խոչընդոտ լինելու, որով մեկին էլ թույլ չենք տալու դա այդպես մեկնաբանել, այլ ամենք էլ Ուժեր կան, որ վախենում են հերթական ընտրություններից։ Ուժեր կան, որ վախենում են հերթական ընտրություններից, որ իրենք չեն հաղթահարելու, այսպես ասած, անհրաժեշտ շեմը, անգամ ընդդիմադիրների դաշտում պետք է այսպես impeachment-ի ճանապարհով այդ հարցի մեջ չխորանան, բայց ակնհայտ է, որ ուզենք թե չուզենք, բարին նաև ինչ-որ նախընտրական տարի է եւ քաղաքական ուժերը խորհրդարանական, արտաքորհրդարանական եւ բոլորը փորձել են ամեն մեկը մի օրակարգով մի կետ ներկայանալ ժողովրդին եւ դիրքավորվել։ Պարոն Սաղաթելյան, հենց նոր Ալեն Սիմոնյանը ասաց, որ հատկապես օգոստոսի 8-ից հետո ժողովուրդին այս ձայն կտա եւ իրենք 50+1 եւ ավել կստանան, իսկ ընդդիմությունը չի հաղթում։ Օգոստոսի 8-ը Հայաստանի համար որևէ ձեռքբերում չի եղել։ Օգոստոսի 8-ը իրենց ազգակցության քաղաքականության հերթական փուլն էր եւ այդ զիջումները եւ նոր կապիտուլյացիան իրենք չեն կարող մեր հասարակությանը վաճառել, իբր ձեռքբերում եւ ստանալ մեր ժողովրդի քվե։ Եթե դուք մի րոպե թողավան։ Ալեն Սիմոնյանի, ԿՊԱ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի այդ երազանքը մենք ամեն ինչ անել ենք, որ իրականություն չդառնա եւ հերթական անգամ չկարողանան խաբել մեր ժողովրդին։ Տարակուսանք հայտնեց, ինչի ընտրություններից 8 ամիս առաջ impeachment-ի Ալեն Սիմոնյանը ասում է 4 տարի ոչինչ չարեցին։ Ինչու են։ Մեզ որևէ մեկը չի կարող ոչինչ չանելու համար մեղադրել։ Պատերազմից հետո մեր երկրում տեղավորել մի քանի ժողովրդական շարժումներ չեն կարող որտեղ բարոյականները չեն ունեցել։ Ամեն ինչ արել են այս իշխանություններին հեռացնելու, այդ շարժումները նաև մեկը մյուսին հաջորդող ավելի ծավալում է, այո, դժբախտաբար մենք չենք կարողացել այդ շարժումները հասնել մի ծավալի եւ դրում հասնել երկիշխանության եւ ստիպել Ալեն Սիմոնյանների եւ մյուսներին, որ Նիկոլ Փաշինյանին հաղթեն Պատիվ ունեմից ձեզ Կարմիջա գնացի, որ ասում եք նախորդ անգամ չի հաջողվել։ Հիմա ինչ վստահություն եք, որ այս անգամ հաջողվելու է փողոցում կարողանալու է գեներացնել այդ զանգվածը։ Տեսեք, կա process-ը ստանձնած քաղաքական պատասխանատվություն, ստանձնած ուժ, մեր գործընկեր պատիվ ունեն։ Ինչ ծրագրով, ինչ քայլերի հերթականությամբ, ինչ ժամկետներով պետք է հարցնել իրենց։ Մենք էլ մշտապես պատրաստ ենք այդ խնդիրը քննարկելու եւ մեր աջակցությունը ցուցաբերելու։ Պարոն Սաղաթելյան, փակ քննարկումներում պատիվ ունեմ ասում է ԿՊ-ից իրենք կան պատգամավորներ, որ պատրաստ են միանալ, որտեղ Հայկ Մամեջանյանը, եթե չսխալվում, ասում էր, որ կան ԿՊ-ականներ, որ պատրաստ են միանալ։ Ինչ են ասում, դա իգոնե հրապարակային այո, ես այդ մասին անդրադարձել եմ, փակ քննարկումների ժամանակ չենք ունեցել այդ խոսակցությունը, բայց հրապարակային կերպով բազմաթիվ անգամ ոչ միայն գործընկեր Հայկ Մամեջանյանը, այլ հանրապետական կուսակցության գործադիրների անդամներ վստահեցրել են, որ կան մարդիկ, պարզապես այս փաստաթուղթը խոչընդոտ։ Հետևաբար, եթե սա էր խոչընդոտը, այդ խոչընդոտը վերացված է ու խնդրում եմ թող որևէ մեկը չմեկնաբանի, թե վերջապես մենք միացանք։ Մենք միացել ենք 3 ամիս առաջ, հրապարակել ենք այդ ստորագրությունները, ասել ենք եկեք ֆիքսենք, որ Հայաստան խմբակցությունը միացել է, միասնաբար ուժերով աշխատենք խմբական։ Պարոն Սաղաթելյան, բայց Ռոբերտ Քոչարյանը անլուրջ էր համարում այս գործընթացը։ Հիմա ինքը վերանայել է այդ տեսակետը, խոսել եք իր հետ եւ արդյոք լրջացել է հիմա process-ը։ Քոչարյանը ասել է, որ այս պահին այս գործընթացը հաջողելու
պայմաններ չի տեսնում, բայց եթե կա քաղաքական ուժ, որ տեսնում է, մենք միայն իրենց օգտվենք եւ աջակցենք։ Պարոն Սաղաթելյան, իսկ տեխնացուների հետ կապված ինչ-որ քննարկում։ Տեխնացու արդեն առաջադրված է, ցավը։ Եվ Այստեղ է առաջադրված։ հարցի բան Սաղաթելյան շարունակում եք մնալ այն կարծիքին, եթե գաք իշխանության, ապա Փաշինյանի կառավարության բանակցած խաղաղության եւ նոր բանակցային բովանդակություն բանակցել։ Իհարկե չեք չեղարկի Դժբախտաբար Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին երբեք բանակցություն չի վարել։ Մենք հաստատում ենք ձեզ եւ դուք մեր հանրությանը ներկայացնում եք խաղաղության հետ կապ չունի, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի ներքին արտաքին քաղաքականության վերաբերյալ բոլոր հակառակ փաստաթղթերը մեր կողմից անընդհատ են եւ այո պետք է քննարկել դրանցից ազատվելու հարցը։ Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը կրկին նախագահներին հրավիրում է բանավեճի, ՔՊ խմբակցության ղեկավարն էլ ասում է դե վախենում են, գիտեմ որ պատերով կծեփվեն, դրա համար չեն գալիս այդ բանավեճի։ Ասենք այդ ասելուց հետո այդ մարդու հետ ես 5 տարի առաջ եմ ասել, երբ որ այդ բանավեճի հրավերը կար, որ բանավեճից առաջ ինքը պետք է որևէ պոլիտիկայից մի փաստաթուղթ ներկայացնի իր առողջության եւ adekvatության վերաբերյալ։ Առանց այդ փաստաթղթի առկայության չեմ կարծում իր հետ կարելի է գնալ։ Նաև պահանջում են, որ բանակցվող փաստաթուղթը հրապարակի 2019 թվականին։ Դա իրատեսական եք համարում, որ ի վերջո Նիկոլ Փաշինյանը կհրապարակի։ Եթե ինքը չհրապարակի, իշխանությունից հեռացնելուց հետո մենք կհրապարակենք, որովհետեւ մեր հանրությունը հասկանա ինչա տեղի ունեցել։ Պարոն Սաղաթելյան, Իշխանական պատգամավորները ամենեցին որոշները պատրաստ են միանալ գործընթացին, այնքան թվով մարդ, որ բավարար լինի օրակարգ բերելու, թե իմպիչմենտ հայտարարելու համար։ Ես չեմ հայտարարել, ես հողում եմ առա մեր գործընկերներին, որ կան պատգամավորներ, պետք է միանան, գործընթացը ձգձգվում է կամ մինչև պատճառով, որ այդ ձևաթղթի, հենց այդ ձևաթղթի տակ մեր ստորագրությունը։ Նկատեմ ձեզ քանակի մասին ասել են, օրինակ կբավարարի օրակարգ բերել, թե իմպիչմենտ։ Մենք ընդհանրապես ճիշտ ենք համարում նման զրույցները փակ հանդիպումներում ունենալ, բայց չենք ունեցել։ Իսկ Արձագանքել ենք հրապարակել։ 2026 թվականի ընտրությունների ձեր շանսերը ինչպես է գնահատում Հայաստան դաշինքի։ Մեր շանսերը գնահատում են շատ բարձր, բայց երբ որ կգա դրա ժամանակ որոշում կայացվի ինչ ֆորմատով, ինչ ձևով ենք մասնակցում այդ ընտրություններին, ավելի մանրամասն խոսենք։ Տեսեք, այս բանը ամեն օրյա շփումներ ունենք Հայաստանի բոլոր մարզերում, մայրաքաղաքում, մեր ժողովրդի հանրության տարբեր շերտերի հետ եւ մի քանի ուղղություններով աշխատանք իրականացնում ենք եւ արձագանքները բավականին դրական են։ Պարոն Սաղաթելյան, ներկայացվի ԵԱՀԿ նախագահների ներկայացված փաստաթուղթը, եթե ներկայացվի կա այնպիսի առաջարկներ այնտեղ, որ եթե Փաշինյանը դա կատարեր, պատերազմ չէր լինի։ Այսինքն դա այդքան վճռորոշ է լինի։ Ինքը վերքել է, որ 19 թվականին իր սեղանի վրա դրված բանակցային փաստաթուղթ, այդ ժամանակ վերքել է, որ որևէ բանի շուրջ չեն բանակցում։ Եվ բնականաբար այդ առաջարկի մեջ կար շատ ավելի լավ պայմաններ, քան ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ինքը հետևողականորեն այդ ամեն ինչը տապալել է եւ պատճառներից մեկը դա է, որ չի հրապարակում այդ փաստաթուղթը։ Պարոն Սաղաթելյան, մենք այդ փաստաթղթի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, բայց մենք պահանջում ենք նախագահներն են պահանջել առաջին նախագահը, որ տեսնեն այդ փաստաթղթի բնօրինակը։ Եթե ինքը չանի, հրապարակային շատ են խոսում։ Ես չեմ տեսել այդ փաստաթղթի, բայց այդ փաստաթղթի մասին բազմաթիվ տեղեկություններ եղել են եւ եթե այդպես չի, թող հրապարակի հանրությունը տեսնի ճիշտ են ասում։ Լավ, պարոն Սաղաթելյան, ձեր ելույթից հետո իշխանության եւ բանակցեք խաղաղության գործընթացի շուրջ, ասում եք Նիկոլ Փաշինյանը երբեք չի բանակցել։ Կնշեք 3 կետ, որոնք ներառվել են ձեր կողմից բանակցած։ Առաջին, երկրորդ, երրորդ կարևոր այդ հարցադրումով տպավորությունը, որ բանակցային գործընթացի մասին եւ առհասարակ պատկերացումը բոլորովին այլ կամ ոչ լիարժեք։ Ինչ է նշանակում 3 կետ նշել։ Ես կարող եմ նշել դրույթներ, որոնք արկա չեն այս ծավալի եղած փաստաթղթում։ Ես միշտ ասում եմ, երբ որ ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, ես ասում եմ
ինչ ինքը արել է, դրա հակառակը այլն տան։ Մենք առաջիկայում նաև շատ ավելի մանրամասն մատչել ենք, խոսենք երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության, բանակի մեր տեսլականի մասին, նոր պայմաններ։ Պարոն երեխեք թողեք մենք էլ հարց տանք էլի հերթով։ Եվ հիմա Մոսկվայում ըստ ուրերի նաև տարածաշրջանային հարցեր են քննարկում։ Ինչ է նշանակում, այսինքն Ռուսաստանը այսպես այլևս հարավային Կովկասում Թրամփի ուղիով է առաջնորդվելու, թե ինչպես Ալեն Սիմոնյանն էր ասում, մի հատ էլ կարող է Պուտինի ուղի լինի։ Նիկոլ Փաշինյանը վաղուց աշխարհաքաղաքական ճողվածք է ստացել։ Գնում է Վաշինգտոն, մի բան է հայտարարում, Ռուսաստանը կայ բան, Բրյուսելը ուրիշ բան, Թերանը ամբողջովին նոր բան, եւ նաեւ Հայաստանի նկատմամբ անվստահությունը եւ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ազդեցությունները բախում տարածաշրջանում եւ կոնկրետ Հայաստանում պայմանավորված են այդ շուստի գերշկական արտաքին վարած արտաքին քաղաքականություն։ Իսկ հնարավոր չէ որ շահերի համակարգում այստեղ լինի։ Հետո լրիվ մի ուրիշ բան հայտարարի, ես երբ չեմ զարմանա հաշվի առնելով որ նախաճաշին մեկ բան ասում, ճաշին մեկ բան եւ Բայց Վաշինգտոնը Մոսկվա հարաբերությունների այս ֆոնին այլևս Բայդենի վարչակարգ հնարավոր չէ որ հարավային Կովկասում որևէ համաձայնության սա այս տարբերակը բացառում է։ Տեսեք, հարց եք տալի, որի մասին կարելի է շատ երկար խոսել։ Եվ արտատարածաշրջանային ուժեր տարածաշրջան հրավիրելով Նիկոլ Փաշինյանը չի կարող բարություն եւ կառավարություն ապահովել եւ այդ ուժերից շատերը պատրաստ չեն մեր տարածաշրջանում ներկայություն լինել։ Նրանցից շատերը իրենց ներկայությունը պատկերացնում են Նիկոլ Փաշինյանի սիրելի Թուրքիայի միջոցով։ Իսկ դա Հայաստանին վերելու է նոր անվտանգային խնդիր։ Տարբեր քաղաքական ուժեր ձեր ելույթից հետո տարակուսանք էին հայտնում, որ ինչու դուք հայտնեցիք այդ մասին եւ ոչ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, արդյոք դուք ներկայացնում եք ամբողջ խմբակցության տեսակետը եւ այդ ստորագրությունների մեջ Արեգնազ Մանուկյանի ստորագրությունը կա թե փոխել եք, որտեղ ըստ էության մի ստորագրություն պակասում է։ Ով է նման բան ասա։ Ձեր ելույթից հետո տարբեր գործիչներ ասում են ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի պետք է խմբակցության քարտուղարը ղեկավարեն տեսակետը։ Այդքան մանրանալ, այդքան երկրորդական հարցերի շուրջ, փորձելի շուրջ բան փնտրել հնարավոր չի։ Բնականաբար ես խոսել եմ ամբողջ խմբակցության անունից, հայտարարել եմ այդ մասին, այլ դաշինքի անունից։ Այն հայտարարությունը, որ ես արել եմ, բնականաբար մեր գորի եւ ամբողջական հայտարարությունը եւ մոռացեք այս դաշինքի խմբակցության մեջ տարբեր թևեր, խլվրտներ։ Դե մենակ դաշնակցությունն է մնացել, պարոն Սաղաթելյան։ Չի լինելու այն նյութերն էլ Հրանտ ջան երկու անգամ գրվել է ձեր մանունում իրականությանը չեն համապատասխանում։ Նման բան չի կարող լինել։ Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանի ստորագրությանը, այո, Արեգնազ Մանուկյանը այս բանը падգամավոր է դեռ իր մանդատը դադարեցնելու որոշում չկա եւ այդ ստորագրությունը որ ես փոխանցվել եմ 3 ամիս առաջ արված ստորագրություն է։ Բայց նաեւ վստահեցնում եմ, որ Արեգնազ Մանուկյանի փոխարինող падգամավորը, որ այս Պետրոս Մամերյանը ստորագրել է այդ հաստատքի տակ եւ ստեղել որևէ շահարկման կամ այլ թեմա լինել չի կարող։ Շնորհակալություն։